2022 թվականից մեկնարկած Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում 2022-ի մայիսի 11-ի դրությամբ ամբողջությամբ ավարտվել են երկու երկրների միջև ուղղակի առևտրի մեկնարկին ուղղված բյուրոկրատական նախապատրաստական աշխատանքները։ Հայտարարելով այս մասին Թուրքիայի արտգործնախարարության մամուլի քարտուղարը նաև ասել է, որ ներդրված նոր կարգավորումների շնորհիվ այսուհետ հնարավոր է դառնում երրորդ երկրների տարածքով իրականացվող առևտրի ժամանակ որպես ապրանքների վերջնական ուղղություն նշել հենց Հայաստան-Թուրքիա հասցեները։ Քեչելիի խոսքով, սակայն չնայած առևտրային փաստաթղթաշրջանառությանն առնչվող այս առաջընթացին, երկու երկրների միջև ցամաքային սահմանի բացման ուղղությամբ տեխնիկական եւ բյուրոկրատական աշխատանքները դեռևս շարունակվում են։ Հայ-ադրբեջանական հարաբերություններին են անդրադարձել արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով Թուրքիայի նախագահի գլխավոր խորհրդականն ու Հարավային Կովկասի հարցերի Եվրամիության հատուկ ներկայացուցիչը։ Աքիվ Չաղաթայի Քլչը եւ Մագդալենա Գրոննոն քննարկել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղ կարգավորման գործընթացը։ Հայաստանի եւ Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը Հարավային Կովկասում տրանսպորտային կապերի զարգացման նախագծերը, ինչպես նաեւ տարածաշրջանի նկատմամբ Եվրամիության մոտեցումը։ X-ի էջում արած գրառման մեջ Քլչը հայտնել է, որ ընդգծել են նաեւ Հարավային Կովկասում կայուն խաղաղության, կայունության եւ համագործակցության ամրապնդման ուղղված համատեղ ջանքերի կարեւորությունն։ Հայաստանի հետ հարաբերությունների հաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը։ Այս մասին Գլոբալ Հարավ ՀԿ-ների հարթակի գլխավոր ասամբլեայում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական նախագահի աշխատակազմի արտաքին քաղաքականության հարցերի բաժնի պետ Հիքմեթ Հաջիևը, հաղորդել են ադրբեջանական ԶԼՄ-ները։ Տարիներ տևած պատերազմից հետո հարևան Հայաստանի հետ հարաբերությունների մեկնարկը հաստատում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունության հասնելու Ադրբեջանի ձգտումը։ Եվրամիությունը ջերմորեն ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև ուղիղ առևտրի մեկնարկը, այս մասին ասել է Եվրամիության դիվանագիտական ծառայության մամուլի խոսնակ Անիտա Հիպերը։ Միացյալ Նահանգները ողջունում է Հայաստանի եւ Թուրքիայի միջև երկկողմ առևտրի սահմանափակումները հանելու մասին հայտարարությունը, հայտարարել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը։ Այս քայլը ցույց է տալիս երկու երկրների տնտեսական կապերն ընդլայնելու եւ հարավկովկասյան տարածաշրջանում տևական խաղաղության եւ բարեկեցության խթանելու հանձնառությունը։ Մայիսյան եռատոնի օրերին ու Հայաստանի Ադրբեջանի նկատմամբ ունեցած փայլուն հաղթանակի տոնակատարության օրերին պարտության ծանր տրավման տարած Ադրբեջանի նախագահը էլի իրեն պատեպատ է տվել ու ատելության, հայատյացության խոսքեր շռայլել հայ ժողովրդի հասցեին։ Ալիևը շարունակում է հայերին անվանել թշնամի, Հեյդարի որդին եւս մեկ անգամ վերահաստատեց, որ խաղաղությունը միֆ է։ Մենք թշնամուն վտարեցինք մեր հողերից եւ վերականգնեցինք մեր տարածքային ամբողջականությունը։ Ադրբեջանական ժողովուրդը ոչ մի վնաս չի պատճառել հայ ժողովրդին։ Մեր նկատմամբ նման ատելության պատճառները թերևս պետք է ուսումնասիրվեն հոգեբույժների, հոգեբանների եւ բժիշկների կողմից։ Քանի դեռ հայ հասարակության քաղաքական ուժերը շարունակում են ապրել Ադրբեջանի նկատմամբ ատելությամբ, մենք պետք է զգոն մնանք։ Հիշեք իր ելույթը Եվրոպական համայնքի գագաթնաժողովում Հայաստանում անցկացված։ Իր ելույթը ոչ թե խաղաղության մասն է, ագրեսիվ ելույթ է։ Ալիևը հայտնել է, թե իբրև ինքն է Հայաստանի հետ հաստատված խաղաղության հեղինակը, նրա ձևակերպմամբ, եթե ինքը դա չցանկանար, խաղաղություն չէր լինի։ Եթե մենք ցանկանայինք, կարող ենք ռազմական գործողություններ իրականացնել ամենուր։ Հայաստանի ղեկավարությունը գիտի դա, եւ նրանց հետևում կանգնածները նույնպես գիտեն դա, անկախ այն հանգամանքից, որքան աջակցություն են նրանք տրամադրում Հայաստանին։ Նրանք գիտեն, որ մեր ուժի դեմ ոչ մի շանս չունեն, նրանք անօգնական են։ Եթե Ալիևի համար նույնիսկ ԵՄ դիտորդների ներկայությունը հայ-ադրբեջանական սահմանին ընդունելի չէ, եթե Հայաստանը դառնում է ԵՄ անդամ, այդ պարագայում Ադրբեջանը ինչ մոտեցում է ունենալու հայ-ադրբեջանական սահմանի կոնֆիգուրացիայի վերաբերյալ։ Իր այս գնահատականները խոսում են այն մասին, որ օրակարգը, թե իբր Հայաստանը դառնում է Եվրամիության անդամ, ինքը մեր տարածաշրջանում մեղմ ասած խնդրահարույց է։ Ահն ու դողը ակնհայտորեն Ալիևի սրտում են, ասում է Հայաստանի քաղաքական ոլորտում դեռևս կան շրջանակներ, որոնք ըստ նրա, եթե գան իշխանության կտուժի հայ ժողովուրդը։ Հայ ժողովրդի հանդեպ էթնիկ զտում իրականացրածը քնած հայ սպային կացնահարողին հերոսացրած երկրի ղեկավարի այսօրվա վտանգավոր խաղերն էլ ուղղված են Հայաստանի Հանրապետության, հայոց պետականության ու հայկական ինքնության դեմ։ Սա ըստ փորձագետների ատելության հերթական դոզան է ուղղված հայ ժողովրդի դեմ։ Ատելության, անհանդուրժողականության ու ագրեսիայի մասին է խոսում մի երկրի առաջնորդ, որը ոչ միայն ցեղասպանել է արցախահայերին, այլ նաև շանտաժով ու սպառնալիքով զիջումներ կորզել։ Գյուրջան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։
Զորակոչիկների առողջական ցուցանիշների ցանկն էապես խստացրել են կառավարությունը տարեվերջին փոփոխություններ էր կատարել։ Մի շարք հիվանդություններ, որոնց առկայության դեպքում նախկինում ազատվում էին կամ տարկետում էին ստանում պարտադիր զինծառայությունից, այժմ այլևս նման հիմք չեն ստեղծում։ Որոշումը կառավարությունն ընդունել է անցած տարվա դեկտեմբերին միանգամից առանց հանրային քննարկման։ Փոփոխությունների արդյունքում զինվորական ծառայության ենթակա են դառնում նաև այն անձինք, ովքեր ունեն գլխուղեղի անոթային անոմալիաներ։ Այս հանգամանքը շարունակում է լուրջ մտահոգությունների պատճառ լինել իրավապաշտպանների համար։ Նրանց խոսքով այս թեմայի շուրջ տարիներ շարունակ քննարկումներ են եղել։ Նշում են, երբ նախկինում զորակոչիկները սեփական միջոցներով էին անցնում հետազոտությունները եւ նրանց մոտ հայտնաբերվում էր գլխուղեղի ուռուցքային գոյացություն, կիստա սովորաբար տարկետում էր տրվում։ Եթե ենթադրենք անձը գտնվում է ծառայության ընթացքում մարտական հերթափոխում, մարտական հերթապահություն է իրականացնում եւ դիրքերում է, ինչքանով օպերատիվ եւ արագ կկարողանան իրեն իջեցնել, տանել հոսպիտալ։ Իրավապաշտպանի խոսքով խնդիրն այն է, որ ծառայության ընթացքում զինվորների ծանրաբեռնվածությունը ավելանում է եւ ցանկացած պահի առողջական վիճակը կարող է վատթարանալ, իսկ քաղաքացիական կյանքում բուժ հաստատություններ դիմելու հնարավորությունն ավելի մեծ է։ Այս քայլով պաշտպանության նախարարությունը ցանկանում է մեծացնել զորակոչիկների թիվը, սակայն մասնագետները հակառակն են պնդում։ Դա որքան է արդարացված եւ ինչ պարտավորություն է կրելու պետությունը, եթե ծառայության ընթացքում առողջական խնդիրները խորանան։ Այս մասին պաշտոնական տեղեկություններ թերևս չկան։ Փոխարենը մասնագետները պատասխանում են հարցին, թե առողջական լուրջ խնդիր ունեցող տղան եթե հայտնվի բանակում, ինչ հետևանքներ կարող են լինել։ Արդյունքում վստահաբար ազդում է մարդնակության վրա, ավելին մարտական հերթապահություն իրականացնող անձնակազմի մեջ եթե ներգրավում են նման մարդիկ, դա ինքնին արդեն այն մարտական խնդիրը, որ դրված է խմբի կամ մարտական հենակետի վրա, վտանգված է ամբողջովին լիարժեք տալու համար։ Մասնագետները նաև ուշադրություն են հրավիրում բժշկական հանձնաժողովների աշխատանքներին, ասում են, բազմաթիվ բողոքներ կան հիվանդությունների ոչ ամբողջական կամ ոչ օբյեկտիվ գնահատման հետ կապված։ Որոշ դեպքերում էլ զորակոչիկները սեփական նախաձեռնությամբ ու սեփական ֆինանսական միջոցներով կատարված հետազոտությունների արդյունքում են կարողանում ապացուցել, որ իրենց առողջական խնդիրները ավելի լուրջ են, քան ներկայացված է պաշտոնական փաստաթղթում։ Ախալցխայում մարդաբնակավայրի եկեղեցիներից մեկից անհայտ անձինք դուրս են բերել սրբապատկերները եւ դրել աղբամանի կողքին, այս մասին հայտնել է Գրուզիա օնլայնը։ Փաստի առիթով Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հետաքննություն է սկսել քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածով։ Հաղորդվում է, որ այդ տաճարն արդեն երկար տարիներ վեճի առարկա է ուղղափառ եւ հայ առաքելական թեմերի միջև, իսկ ժամերգություններն այնտեղ այլևս չեն անցկացվում։ Հայ առաքելական եկեղեցու հոգեվորական աբեղա Հակոբ Սահակյանը պատմել է, որ չգիտի, թե ով է եւ ինչու է տաճարից դուրս բերել սրբապատկերները։ Արդեն 1 տարուց ավելի է ինչ Լոռու մարզում տարբեր անձինք ցամաքեցնում են Փամբակ գետի հունը շինարարական աղբ, հող, քար ու ավազ լցնելով։ Գետից զավթած տարածքում առաջացած ցամաքի վրա էլ տարբեր օբյեկտներ են կառուցվում՝ սրճարաններ, հանգստի գոտիներ, առևտրային հարթակներ, անգամ բենզալցակայան։ Խնդրի մասին բարձրաձայնում է քաղաքացու իրավունքների պաշտպան հասարակական կազմակերպության ղեկավար Կարեն Հեքիմյանը։ Բնապահպանության եւ ընդերքի տեսչությունը իր ձեռք բերած փաստերն ու գնահատականները ուղարկել է քննչական կոմիտե, որտեղ դրանց հիման վրա վարույթ է հարուցվել։ Արդեն 1 տարի է քննում են հարուցված քրեական գործը, բայց որևէ առաջընթաց չկա։ Գյումրու Մայակովսկի եւ Ջիվանի փողոցներում մի քանի տներ 2 ամիս է հայտնվել են արտակարգ վիճակում։ Նկուղներն են ջրով ողողված, բայց քաղաքացիները վստահ են դրանք գոյաջրեր չեն, քանի որ հոտ չի գալիս։ Տեսեք, ինչքանա բարձրությունը, մոտավորապես մի 40 սանտիմ կլինի։ Ու սա հələ մի տունն է, ու այսպես 5 տուն։ Այստեղ արդեն անտանելի է այն բանով, որ նաև խոնավության հոտ է արդեն ընկել, ու այստեղ էլ էլի մյուս տների նման անչափահասներ են բնակվում։ Նախ բնակիչները սեփական միջոցներով են փորձել ինչ-որ ժամանակավոր լուծում տալ։ Հեռացրել են նկուղներում կուտակված ջուրը հատուկ սարքերով, բայց կարճ ժամանակ անց նորից կուտակումներ են եղել։ Շենքի հիմքերն են թուլանում։ Էսի խմելու ջուրա չէ՞ դա։ Հա, խմելու ջուր է, վակուր զուլալ։ Հիմա միացնեմ կուզես։ Հարևաններ են ձեզ եկի օգնում, նասոսը դրել են, որ ջուրը քաշեն, ձեր բարեկամները, հարևանները։ 15000 մեկ եմ տվել, 10000-ը մեկ եմ տվել։ Հայտնաբերման օրվանից քաղաքացիները սկսել են տարբեր պատասխանատու կառույցների դիմել։ Ասում են տարածքային վեոլյաջրից եկել են նայել ու հեռացել։ Այդքանով համարել են գործը ավարտված։ Հիմա քաղաքացիները զգոնության կոչ են անում։ Օր առաջ շենքը փրկել է պետք։
Եկել են, ասում են 3 տղամարդ եկել են, մենք որ ասում փինաչի նման կանգնել նայել են, թողը գնացել են։ Թե ով է այս խմելու ջրի կորստի դեմը առնելու, ով է դադարեցնելու արտահոսքը, ով պիտի հայտնաբերի այն որ ասում ակունքը, վնասված ակունքը եւ շատ արագ այս խնդիրը լուծի, դերևս մնացել է օդում կախված։ Իսկ Վանաձորի Շահումյան բնակավայրում հակասանիտարական վիճակ է, կեղտաջրերը փողոցներն են ողողել, նաև մարդկանց տներ են լցվում։ Բնակիչները վստահ են, պատճառը խցանված գոյուղակիցն է, անհարմարություններից բացի համաճարակի վտանգ կա։ Երեխաները անցուդարձ են անում այդ գոյաջրերի միջով։ Գոյուղի չկա դրանցած։ Գոյուղին գալիս է ունի շենքից, գոյուղի գալիս է դրան նստում գետը։ Դնի ինձ այն օփշու շենքերի գոյուղին գալիս է դրան Անդեքը ցանվելա, էս իմ հին տրուբեն է, էս տրուբով ջուրը մտնում է դու, սա խոպտով, բավնիկի դկանով փակել, համ ես փակել եմ, առանց իմ մի հատ ինձ մար ես նորից տրուբա եմ տարել գցել արխի մեջ։ Ես ասում եմ այս շրջապատը 6 երեխա իրանա, 4 երեխա ստեղա, 3 երեխա ստեղա, էլ ամբողջ դպրոցի երեխեքներ չեմ ասում։ Շահումյանցիները նույնիսկ սեփական միջոցներով հատուկ մեքենա են հրավիրել խցանումը վերացնելու համար, սակայն դա եւս արդյունք չի տվել։ Բազմիցս դիմել են տարբեր կառույցների քաղաքապետարան, Վեոլիաջուր եւ սանիտարական ծառայություններ, սակայն մինչ այժմ խնդիրը վերջնական լուծում չի ստացել։ Հուսով են, որ գոնե այս կերպ բարձրաձայնելուց հետո պատասխանատու մարմիններից որևէ մեկը կարձագանքի։ Մայիսի 13-ին Կամազ բեռնատարը Դավիթ Բեկի փողոցում դուրս է եկել երթևեկելի գոտուց մխրճվել տան մեջ։ Վարորդը արգելափակվել է մեքենայում, տեղում մահացել է, նրա մարմինը դուրս են բերել հատուկ փրկարարները։ Երևանի բարեկային ծառայության գնդի հրամանատարը Ամրանիկ Խաչատրյանը եւ նույն գնդի առաջին գումարտակի հրամանատարը Գոր Արաքելյանը նշված ավտոմեքենաները եղել են կայանված եւ Կամազ մագնիշի բեռնատարը բախվել է ջիպին, ապա Կիային եւ առաջ ընթանալով ագին հատված այնտեղ մխրշվել բնակչի տան մեջ։ Մայիսի 13-ին Բայրաքաղաքում Քրքրքորյա փողոցում բախվել է Քսադի Գաբիասավելի ավատրը եւ 31 Գաբիա Էդգարի Ֆիլիտին։ Բեգոքի տեղափոխվել է հիվանդանոց, բախման հետևանքով Ֆիլիտի հետևի ավահեծաներից մեկը կոտրվել է։ Վարորդը եղել է սթափ։ Օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի գումարտակներից մեկի բարեկները գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։ Մայիսի 12-ի Վադաձորի Թուբարյա փողոցի թիվ 14 հասցեում գտնվող հետապատը փլուզվել է։ Տեղում փրկարարները, պարեկներն ու համայնքային ոստիկանները պարզել են, որ շինարարական աշխատանքների հետևանքով փլուզվել է նախկին քրեակատարողական հիմնարկի արտաքին պարիսպը, մոտ 4 մետր բարձրությամբ ու 30 մետր երկարությամբ։ Տուժածներ բարեբախտաբար չկան։